Հիմա այս պայմաններում մենք պետք է մտածենք օպտիմալ տարբերակը գտնենք, ինչպես երկիրը շատ արագ վերազինենք, շատ արագ, որովհետև այն ձևերը գիտությանի փրտե ռեֆորմը, որ կա կրթության մեզ, ոչ միտեղ չի տանում, վստահ եմ, ես գիտեմ, որ դա ոչ միտեղ չի տանում, ես հակառակը փողերի մսխում է գնում, ընտանեկան կլանների նույնիսկ հիմնարներում ձևավորվում են, եւ նորից կողոպուտը շարունակվում է այլ ձևերով, այլ մակարդակներով, այլ պիտի պատժել դրանց, օրենքով պիտի պատժել։ Եթե մենք գիտություն ու տեխնոլոգիան առաջի պլան չենք մղելու, անգեղծորեն, մինչև վերջ, ոչինչ չի փրկելու, իսկ եղածը կարծես ես գիտեմ, որ չի փրկում, եւ այս այն նամակ հրապարակեն վարչապետին կարծեմ նախատեսված է, երևի դուք էլ կանչեք քննարկեք, ես իրենց խոստացել եմ կօգնեմ հանրայնացնել։ Եթե կարիքը կա, իհարկե կարող ենք մեր տաղավարում։ Մենք այստեղ ունենք, ռեսուրս ունենք, անսահման ռեսուրս ունենք կրթության որակի փոփոխաստիարակություն նախորդ։ Այսինքն ընդհանրապես իշխանությունների կամքն է այստեղ։ Իշխանությունների հասկանալու հարցն է, ոչ թե կամքը, ընկալելու հարցն է, ոչ թե անխելքեման, ես այդ նկատի չունեմ, հասկանան ռազմաստրատեգիական հարցի նշանակությունը, այն որ պետք է բանակցեն, այն որ պետք է խաղաղությունից խոսեն, թե պատերազմը իրենց գործն է, իրենք պետք է իրենց պատասխանատվության գոտին է, իրենք գիտեն ակտուալ քաղաքականության մեջ ինչ կա, մենք այդ կան չենք իրազեկ։ Ալիևին չենք զայրացնի դրանով։ Չկարող են եւ հիմա մարդ սարքեն գնաց հատկեցնեն, ես դրանք նկատի չունեմ։ Ես այդ մարդը չեմ, ինձ այդ ես չէ ուզում եմ ասել իրենք նկատի ունեմ, թե դուք խոսում եք վերազինման մասին, բայց Ադրբեջանն անընդհատ մեզ ճնշում է, չէ՞ դրանով։ Երկար ժամանակ սովետի բարակայում մինչև Մոսկվա գնալը եւ այլն ընդհանրապես բան չէր խոսում։ Գիտեր երկրի վիճակը չէր խոսում, գիտեր ռուսիչ կարող է անել, այդ երբ որ ուժեղացավ գնաց եւ այլն։ Ուզում եմ ասել, ես սրանք իրենք թող որոշեն, մենք չխառնվենք, հուսանք որ այդքան խելքները հասնում է, դե հասնում է էլի։ Այդ այդպես չէ, բայց դրանից զատ ինչ կլինի չլինի, երեք բանը ռազմաարդյունաբերական կոմպլեքսը պիտի շատ արագ զարգանա, բայց ուղենիշները ճիշտ պետք է ընտրվեն։ Եթե դուք իմ ակադեմիա կոչված ռեֆորմ եք անում, որից հետո ստանալու եք ավելի լավ, վատ ակադեմիկոս, կիսագրակետից անգետ, եթե քաղաքագետից հիմա ունեք կիսագրագետ քաղաքագետ, եթե ստանաք ակադեմիկոս քաղաքագետ մինուսով, ուրեմն լավ է չանեք, բայց հիմա հարցը դրա մասին չի, որ մենք արագ պետք ուղենիշները ճիշտ ընտրենք, արդյունավետությունը ինչ կան հնարավոր է եւ ուրեմն շարժվենք առաջ։ Ես ասեմ հետեւյալը, որ փորձը շատ դիպական է։ Ժամանակին Ադենաուրին շատ էին մեղադրում Հիտլերից հետո, որ նա Գերմանիա չի միավորում եւ այլն, էլի շատ բաներ էստեղ ասել են, բայց ինչ է։ Բայց Ադենաուրի մտածումը հանճարեղ էր, ինչու։ Ինքը դրա մասին չէր խոսում, ասում էր չի լինու։ Այդ սովետը աշկերս կանի Բերլինում էր, այսինքն ինչ կա։ Հիմա մանավանդ տակը բան չէր մնացել։ Հիմա բայց ինչ եղավ։ Նա ստեղծեց այնպիսի Գերմանիա, որը հիմքերի մեջ նա տասնյակ տարիներ հետո նախապատրաստեց Գերմանիայի վերամիավորումը։ Պարզ է, այսինքն դեմ էր խոսում, դեմ էր գործում։ Այսինքն ամենը ներքին կարգով աշխատել է պետք, աշխատել է պետք եւ ազգային պետական շահին ու ազգային իդեալին նվիրված մնալ է պետք, բայց խոսել չխոսելը տակտիկայի հարց։ Ինչպես արեց Ադրբեջանը այս 30 տարում Ադրբեջանն ինչ արեց, հա։ Այ ձեր ասածն է հենց արեց։ Տվեց աշկերը հանեց Ղարաբաղյան կլանը քծել քացուտակ գիտեն հայ ժողովուրդը չի պարտվել, իրենք են պարտվել։ Իրենց ամեն ինչով իշքան բան ասես կա ասել են։ Հիմա ձեն են անում, եկել են այստեղ իշխանություն են գրավում։ Եկել են այն իմաստով չի, որ Արցախահայություն չպետք է ստեղ գա, խոսքը դրա մասին չի, կլանի մասին է։ Ուզում եմ ասել, հասկանում եք, հիմքերն այնպես տարեց, որ հետո քոլը, որ ԿԴՄ-ը նորից Գերմանիաները վերամիավորեց առանց կրակոցի, հիշում եք Բերլինի բադը քանդելը ինչ երջանիկ բաներ աշխարհի համար։ Այդ այն աշխարհի, որը Գերմանիային սղկել էր ժամանակին։ Սա է հանճարեղ քաղաքականության հանճարեղ հիմքը։ Բայց այստեղ քանի որ առիթ եղավ, ասեմ մի բան, աշխարհով հայությանն եմ ասում։ Եթե չունեք ազգային իդեալ, եւ չգիտեք ինչպիսի պետություն եք ստեղծում։ Հենց այնպես պետություն եք ստեղծում, ոչինչ չենք ունենում, մենք թույլ ենք։
մենք չունենք այդ Ամերիկայի նման այն դաշնակից, ինչ որ Ամերիկան էր Գերմանիայի համար, բայց քիչ չի արդեն եղածի իմաստով, չէ։ Դրա համար ես ձեզ առաջարկում եմ վերցրեք քրիստոնեա-դեմոկրատական իդեալը, այդ քրիստոնյա ժողովուրդ, այ աշխարհում իբրև թե քրիստոնեացած քրիստոնյա ժողովրդական մեր կոնցեպցիա վերցրեք դրթատ թագավորի հանճարեղ քայլի Գրիգոր Լուսավորիչի քայլի հանճարեղությունը եւ արեք այդ կոնցեպցիայով Հայաստանը կվերածվի, ուրիշ կերպով չի վերածվել։ Կլինի պետություն, այստեղ ամեն ինչ չէ որ լինում, մի հատ սպանում են, մի հատ այնտեղ գիշերը փողոցում են գանում, մի հատ ծերեթելի պետություն են լետել, գողապետություն, բանա, պետություն եւ ան պետություն են ինքնին։ Այսպես եւ այսպես կշարունակվի օլիգարխիայի բանը, հա, փողաթափությունը մի 40 տարի կգնա մինչև եւ ուզում եմ ասել հստակեցրեք մեր քրիստոնյա ժողովրդական կուսակցությանը մերժեցիք, բայց իր գաղափարները վերցրեք մեր փրկություն դրա մեջ ուրիշ բան չի։ Եվ պարոն Շիրինյան, Եսպես, ամեն դեպքում զորավարժությունները, որ անցկացնում է Ադրբեջանը, մենք ինքներս ունենք մտածելու, խորհելու, հենց ձեր ասածն է, այդ վերազինվելը։ Չսպանել ունենք, ասեմ հիմա մենք եթե ենթադրում եմ արտգործնախարարությունը ունի իրավաբանների միջազգային իրավունքի զենքի եւ այլնի ոլորտի մասնագետ իրավագետներ, եթե բողոքելու բան կա, ձայն պատրաստի։ Հա, նորմատիվները խախտվել են, չեն խախտել, չի որ խելոք նստել ես ինքը ինչ է անում։ Պիտի ինքը ուժեղանում հզոր դիմադրողականություն կազմակերպել, ինչքան մեր ուժը պատում է, նաեւ մի քիչ ավելի։ Բայց չափը պատերազմը չպետք է հասցնել։ Չնայած պատերազմ չեմ հավատում, քանի Տրամփը կա, ոչ մի Ադրբեջան, ոչ Ռուսաստան պատերազմի ունակ չի, բայց շանտաժի ունակ են, մինչև վերջ։ Բազ է, դրա համար հիմա պիտի այն իրավագետներ, պետություն, կառավարություն, հայտարարություններ, նաև միջազգային դատարաններ, բաներ, դե ես այդ մասնակետը չեմ։ Եթե դրանք խախտվել են, պիտի անպայման շարժվել դրանց։ Կամ եթե կխախտվեն։ Փափուկուժը պիտի գիրառել մինչև վերջ։ Բոլոր հնարավոր միջոցները մեր երկրի պիտի վերականգնվի մեր ժողովուրդները հերիքես, պիտի ասել այդ հերիքը հայոյեք, ով որ խելացի բան է ասում, մի հատ լապարոշ դուրս տակ ինչ-որ մասի, այդ սև զանգված են ասում, հերիք է, ինչ եք ուզում, ապշոչեք։ Ասում եք, քանի Թրամփը կա, պատերազմի հավանականությունը։ Ասի ամերիկյան քաղաքականությունը կայուն է մեր համար։ Հիմա Թրամփի ուղուն նշանակել է ղեկավար Կոստանտին Սոկոլովը։ Նորմալ է, ինչ է։ Ինչպես է վերաբերվում Վատ կագեբեշնիկները հանել են հրյայի բանը, մի ազգից մտելներ էլի, վատ է որ հրյա է։ Մի հատ հրյաներ են մոտեցեք հայվաններ։ Ռուսելն է անպայման, բայց մի վախեցեք, ռուսացած հրյա է։ Չնայած հրյան ռուսացած չլինում երևի։ Այսինքն այս նշանակումը դուք ինչպես եք վերաբերվում նշանակմանը։ Ամերիկյան քաղաքականության մեջ ուրիշ ոչ ինչ պետք է։ Ընդ որում նշանակվել է նաև Թեղուտի պղնձի մոլիբդենային հանքավայրի այդ ամերիկյան ընկերության ղեկավարն է։ Եթե օրենքով աշխատեն, օրենքով ամերիկյան վստահելի է ձեզ համար այս նշանակումը։ Մեզնից է կախված, եթե մի երկու չինովնիկ չպետք է գողոպուտի մեջ մտնեն դրանց էլ փչացնեն հայերը։ Ուրիշ բան է, բայց ամերիկյան տեխնոլոգիա, ամերիկյան օրենք չեք ուզում եք, չէ՞։ Այնպես որ դրա մասնակետը չեմ։ Թրիփի վավերացումը այս ղեկավարով դուք համարում եք, որ մեզ համար մեծ նորմալ է, ասեք լիներ պերուացի, ինչ։ Ենթադրենք լիներ չիլիացի, ամերիկան ոնց է, կամ էլ կորեացի։ Անկախ նրանից ով կլինի, մեզանից է կախված։ Հա, հիմա ինչ է, Թրամփը ինչ է, հայրը մաքուր գերմանացի է, մայրը Թրամփի շոտլանդացի է, ինչ։ Այդ էլ պետք է ասեն, այս չեկիսներն են, այս մգլած, մառախլապատ ուղեղով, ռուսական ցանկությունով։ Են ենթադրենք Ղազախ լիներ, պետք է ասեն մահմետական է, վայ։ Մի բան պետք է լիներ։ Հիմա բայց ես ուրիշ բան ունեմ ասելու, ես վաղուց է այն տեսակետն ունեմ, որ մենք պետք է ոչ թե մեզնից ուժեղներից սարսափենք, դա սովորություն ունենք այդպեսի կոնտակտի մեջ մտնել, եթե հնարավոր է հրեական լոբինգի հետ աշխատել, եթե ի վիճակի են, եթե ռուսական KGB-ի գործակալներ չեն, որոնք պետք է հակառակը խոսեն, եթե մեր ազգային լոբինգն է մեր, ենթադրում եմ, պետք է կոնտակտի մեջ մտնել եւ ուրեմն ասեմ աշխարհում բանաձևը հիշեք, աշխարհում ոչ մի բան հավերժ չի։
Հավերժը Հայաստանն է եւ Հայաստանի պետական ազգային շահը։ Ու վերջ Հայաստանի ազգային պետական շահ հավերժ է Հայաստանով։ Ում հետ մնացածը բաները։ Քանի որ խոսում եք, ասում եք հрьяաների հետ էլ պետք է լոբբինգի հետ աշխատել, տեսեք ինչ ստացվեց։ Փաստորեն Նեթանյահուին կարողացան Ադրբեջանը կարողացավ բանը սակալով է հրյա ցակումով ամերիկյան քաղաքացի ամերիկյան պետության առաջադրանք կատարող, այսինքն ինչ է նշանակում հրյա։ Բա որ ասենք հայ կագեբեշնիկ հայ լիներ, լավ կլներ, են մի հատ կա հսը, չգիտեմ ինչ։ Այսինքն դուք մտավախություն չունեք, պարզապես պետք է ճիշտ աշխատել, մեզանով անել, ինչպես դուք եք ասում այդ ղեկավարին։ Օրենքը սովորել, լեզուն լավ, դե անգլերենի նրբություններին լավ տիրապետել, որ ես չեմ տիրապետում, որտեղ լեզուն առանձնալ եւ ազգային շահ լավ հասկանան մեր։ Եվ մեր ազգային շահի տեսակետից ելնելով, ինչ կասեք, որ Նեթանյահուն փաստորեն Ադրբեջանի միջամտությունից հետո արգելափակեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը։ Առաջինը վարչապետը ասեց ու շատ իր մի եղեք, ես էլ եմ ասել, չնայած ես չգիտեի, որ վարչապետը ասել էր գործ չունեք։ Ես հիմա էլ ասում եմ գործ չունեք։ Էլի թող հիմա հրաժարվեն, չհրաժարվեն։ Էդ այն բանն է, փողոցում կան տանում են, բերում են ձեզ ինչ։ Իհարկե մեր անունը տալիս են, պատրվակն է այդ։ Հիմա այնտեղ գնում է դորգ, ռուսերեն ասեմ, առևտուր, թուրքերի հետ ինչ կոնտակտ է, որովհետև այստեղ երանգյունի աշխատում։ Այսինքն պատմական արդարության մասին խոսք չկա։ Բաքու եւ Թել Ավիվ։ Պատմական արդարության մասին խոսք չկա, սա ավելի շատ աշխարհաքաղաքական շահեր է։ Մասին հայերն են խոսում։ Մոռացեք դրան, քաղաքական չտեսակ Արցախի հարցով 120,000 մարդ տեղան արեց վերցրեց բոլորի աչքի առաջ, մի հատ ով ասող չեղավ, բացի որ ամբողջ կրակն ուղղեցին Հայաստանի իշխանության վրա, որը ոչնչով այդ օրը բացի են օգնությունը, որ կազմակերպեց, ի վիճակի չէր, որ նպատակը նաև Հայաստանի պատերազմի մեջ ներքաշելն է ռուսական նախագծով եւ ջնջխելը, այսինքն մի հոգի բողոքել է դրանից արդարբար, դրանից արդարբար 5000 քրիստոնյա աշխարհը 5-6000 տարվա ներկայություն ունենք, չէ, ավտոխտոն ենք։ Մեկը ձեն հանում են Կիրիլ կոչվածնել այս բանինկերը, այս ուզուրպատորի աղբերը։ Չասես Տադիվանքը բանահավանական մշակույթի օբյեկտ է, ինչ արդարություն է։ Ես առաջարկում եմ երկրի ներսում արդարություն, այս որ պիտի մենք որպես ժողովուրդ պետություն մենք արդար եւ համայնք որպես համաշխարհային ժողովուրդ արդարություն տիապովենք իրար մեջ։ Մնացած այդ արդար Հակոբ Պարոնյանի ոճով ասեմ, այդ արդարություն բառը պետք է տնենք սեֆը փակենք, մեր համար փակենք։ Չկա, նո, nicht